Բարև ձեզ, ամուր սեղնում եմ բոլորի ձեռքը առանձին, շատ ուրախ եմ, պատերազմի ու խաղաղության դաժան երբեմն շատ անմարդկային փորձություններից հետո ձեզ այստեղ նորից իրար գլխի հավաքված, ապագայի հանդեպ հույսով լցված տեսնելու համար։ Շնորհակալ եմ նաև ինձ ողջույնի խոսք ասելու հնարավորություն ընձեռելու համար։ Երկրապահը նաև իմ կենսագրությունն է։ Եղած կառույցների ու կազմակերպությունների մեջ իմ համար, իմ ընտանիքի համար ամենահարազատը։ Իմ կյանքի ամենախոշոր հաղթանակները ու ցնծությունները երկրապահի հետ են կապված։ Երկրապահը նաև այս երկրի պատմությունն է, Հայաստանի 3-րդ հանրապետության պատմությունը, ու եթե կուզենաք նաև նրա սիմվոլներից մեկը, իր զինանշանով, դրոշով, Աստվածատուր Պետրոսյանի բառերով գրած չքնաղ հիմնով, Վրեժ Իսրայելյանի երկրապահի մենախոսությունը կատարյալ ստեղծագործությամբ, Արցախի անկախությամբ, ազատագրված տարածքներով, եռաբլուրով ու վազգենով։ Խաչքարերի նման մենք երևի միակ ժողովուրդն ենք, որ այդպիսի անուն ունենք, երկրապահ։ Որովհետև երկրապահը շատ ավելի լայն է, շատ ավելի ներառական, քան միայն ազատամարտիկը։ Որովհետև երկրապահ լինելը նշանակում է ոչ միայն կամավորական ջոկատներով անհավասար ուժերի դեմ պատերազմի դուրս գալ։ Երկրապահ լինելը նշանակում է ոչ միայն այդ ջոկատների հենքի վրա բանակ ստեղծելը, նոր սահմաններ գծելը, այնպիսի դիրքեր գրավելը, որ հակառակորդին այսօր մոտենալն անգամ դժվար լինի։ Երկրապահ լինելը նշանակում է նաև պետության կողքին, պետության թիկունքին կանգնած լինել, ու այս երկրի օրինապահ, կրկնում եմ, ամենաօրինապահ քաղաքացին լինելը։ Երկրապահի պատմությունն ու դերը շատ մեծ է։ Ես այսօրվա ձեր հավաքը նայելով տեսնում եմ ու համոզված եմ, որ երկրապահը նաև ապագա ունի։ Ու մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն եղածը պահելու, մոխիրը հավաքելու, այլ ավելին ընդլայնվելու, ուժեղանալու ու կրակի վերածվելու։ Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս։ Ցանկանում եմ, որ ճիշտ ու տրամաբանված ընտրություն անեք։ Հասկանում եմ նաև, որ ցանկացած ընտրության ժամանակ լինում են չգնահատվածներ, անտեսվածներ, դժգոհողներ, բայց տղեկ, մենք պիտի զերծ մնանք այդպիսի բաներից, որովհետև երկրապահը մահվան ու կյանքի փորձությամբ անցած կառույց է, որովհետև ապագայում Աստված մի արած է, նորից կարող ենք այդ մահվան ու կյանքի փորձության միջով անցնել, որովհետև մեզ հավերժության միջից նայում են մեր 6000 ընկերները ու եղբորս բառերով ուղիղ ասեմ, տղեկ, իմ աչքերը ձեզ վրա են։ Հաջողություն եմ մաղթում ձեզ, հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս ու ուզում եմ, որ Աստծո օրհնությունը երկրապահի, մեր երկրի և ողջ հայության վրա լինի։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել հարգարժան վարչապետին, որպես շարքային երկրապահ ես շատ լավ զգացի, որ մեր երկրի առաջին դեմքը հարկ համարեց այս ամբիոնում
շատ լուրջ, երկրին հուզող, ողջայությանը հուզող, կառուցողական ու իմ կարծիքով շատ լավ ելույթով հանդես գալ։ Շնորհակալություն։